Կարմիր դրոշներ։ Ինչ չպետք է լինի զարգացման ընթացքում։ Մենք ունենք նորածնի զարգացման որոշակի նորմեր, բայց կան նաև կարմիր դրոշներ, այսինքն անհանգստացնող ախտանիշներ, երբ անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվությունը։ Եթե ժամանակին ծնված երեխան 6 ամսականում դեռ չի շրջվել փորիկի վրա, 9 ամսականում չի սողացել, 10 ամսականում ինքնուրույն չի նստել, 1.5 տարեկանում չի սկսել քայլել, անհրաժեշտ է այս հարցը քննարկել մանկաբույժի հետ եւ հնարավոր է խորհրդակցել նաև նյարդաբանի հետ։ Ինչ այլ բաներ կարող են ոչ նորմալ լինել նորածնի մոտ։ Վերջույթների ցնցումները կամ կտրուկ շարժումները 3-4 ամսականից հետո արտահայտված ծնոտի դողը ոչ լացի ժամանակ, ինչպես նաև ստերեոտիպային կրկնվող շարժումները։ Եթե ձեզ համար անհասկանալի է արդյոք երեխայի շարժումները նորմալ են, նկարահանեք նրան տեսանյութով եւ ցույց տվեք ձեր բուժող բժշկին։ Ինչն է եւս կարեւոր հասկանալ։ Երեխայի զարգացումը անհատական է եւ կախված է նրա առանձնահատկություններից։ Առողջ երեխային հատուկ խթանող վարժություններ կամ մերսումներ անհրաժեշտ չեն։ Եվ նույնպես գոյություն չունի ոչ մի հապ կամ ներարկում, որը խթանում է զարգացումը։ Մեր հիմնական խնդիրը երեխայի համար ապահով միջավայր ստեղծելն է, նրան ուշադրությամբ ու խնամքով շրջապատելը, հնարավորություն տալը ուսումնասիրելու այս աշխարհն ու շրջապատող առարկաները։ Եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, նախ եւ առաջ պետք է բացառել զարգացման ուշացման որևէ պաթոլոգիական պատճառ, իսկ եթե դրանք չկան, պետք է համբերությամբ զինվել, ժամանակ անցկացնել երեխայի հետ եւ սպասել։